Բարև ձեզ, այսօր մեր տաղավարում է Միասնության թևեր կուսակցության պատգամավորի տեխնացու Նարեկ Պարոնյանը։ Պարոն Պարոնյան, բարև ձեզ, շնորհակալ եմ մեր ավերը ընդունելու համար։ Բարև ձեզ, ես շնորհակալ։ Պարոն Պարոնյան, սկսենք խոսակցությունը անվտանգային հարցերով եւ հասկանանք դուք ինչ այլընտրանքային տարբերակներ ունեք իշխանության թեզերի հետ համեմատած եւ հասկանանք ձեր ասած խաղաղության տարբերակը ինչպիսին է Հայաստանի համար։ Հիմա իշխանությունն ասում է ընդդիմադիրները շատ այսպես երաշխավորների մասին են խոսում, բայց իրականում դա սխալ է։ Ձեր պատկերացրած խաղաղությունը ինչպիսին է լինելու Ադրբեջանի հետ եւ արդյոք դա բանակցային գործընթաց է ենթադրում, թե օրինակ, ինչպես օրվա իշխանությունն է ասում, խոսույթ ընդդիմադիրների խոսում է միայն պատերազմ բերելու մասին։ Նախ եկեք արձանագրենք այն պարզ փաստը, որ իշխանությունների ասվածը խաղաղություն չի եւ իշխանությունները բացարձակապես աղերս չունեն խաղաղության հետ, որովհետեւ մենք բոլորս գիտենք, դա տեղի ունեցել մեր աչքի առաջ, որ այս իշխանությունները մեր ժողովրդի եւ մեր հայրենիքի գլխին բերել են 3 պատերազմ, բերել են Արցախի հայաթափում, բերել են Ջերմուկի եւ Կապանի հարակից օկուպացված տարածքներ եւ այլն, այսինքն այն խոսույթը, որ իբր այս իշխանությունները խաղաղություն են բերում, դա բացարձակապես միֆ է եւ ֆեյք է, իսկ ինչ վերաբերվում է միասնության թևերի առաջարկին եւ առհասարակ խաղաղության մեր կոնցեպտին, ապա պետք է ասեմ, որ շատ պարզ մի բան գոյություն ունի, որը ցավոք սրտի հայկական իրականության մեջ կարծես թե մոռացված է, որ լավագույն խաղաղությունը դա սեփական ուժերի վրա ապավինելն է եւ կարելի է ասել ամենալավ խաղաղության երաշխավորը դա ուժեղ բանակն է։ Եվ եկեք մի փոքրիկ բան հիշենք, որ մի քանի ամիս առաջ, երբ Հայաստանում էր Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Վենսը, ինչից էր նա խոսում էր զսպման մեխանիզմներից եւ ասաց, որ նորագույն տեխնոլոգիաներով հագեցած զսպման մեխանիզմներ ունենալը դա խաղաղության բանալին է ըստ էության։ Հիմա ինչ է ուզում ասի դրանով Վենսը եւ ինչի մասին է ամբողջ այդ խոսույթը, էլի, որ եթե դու չունես սեփական ուժերով քեզ պաշտպանելու ունակություն, եթե դու չունես ուժեղ տեխնոլոգիապես զարգացած, հագեցված եւ պրոֆեսիոնալ բանակ, եւ եթե դու չունես այնպիսի հասարակություն, որը պատրաստ է վտանգի պահին կոնսոլիդանալ եւ պայքարել հանուն սեփական հայրենիքի, ապա ըստ էության խաղաղություն մանգալը կամ օտարների մոտ խաղաղություն մուրալը դա իրատեսական չի։ Հիմա մենք մեր տեսանկյունից ասում ենք, որ այո, Հայաստանի ամենակարևորագույն խնդիրը այս պահի դրությամբ խաղաղությունն է, որքան էլ որ կան տնտեսական խնդիրներ, մշակութային խնդիրներ, կրթական խնդիրներ, բայց ամենակարևորը դա այսօրվա դրությամբ Հայաստանի համար խաղաղությունն է, եւ խաղաղությունը հասնվում է միայն սեփական ուժերի վրա վստահ լինելով, հզորանալով, ուժեղ տեխնոլոգիապես զարգացած բանակ կառուցելով եւ ամուր կուր հասարակություն ունենալով։ Հիմա օրինակ ես կարող եմ բերել։ Այսինքն դուք ավելի շատ թիկունքը, այսպես հզորացնելու մասին եք խոսում, տնտեսություն, երկրի զարգացում, որը կբերի նաեւ առաջնագծի հզորությանը։ Գիտեք ոնց, օրինակ մեր անվտանգային ծրագրերի հետ կապված կարող եմ 2 բառով ներկայացնել, նախ մենք ունենք մեր ծրագրում կետ, որ ըստ որի հենց իշխանության գալու պարագայում, երբ որ ժողովուրդը եթե տա մեզ այդ մանդատը, մենք պատրաստվում ենք հենց սկզբից ստեղծել ռազմական բարեփոխումների հանձնաժողով, վարչապետին առընթեր։ Ինչ է իրենից ներկայացնում այդ հանձնաժողովը։ Այդ հանձնաժողովը մասնագետներով համալրված հանձնաժողով է լինելու, որի կարևորագույն ֆունկցիան է շատ կարճ ժամանակում վերագործարկել Հայաստանի անվտանգային համակարգը։ Բացի դրանից մենք ունենք ծրագրային կետ, համաձայն որի մենք ընդունելու ենք օրենք, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության ծախսերը չեն լինելու պակաս, քան Հայաստանի հնայի 8%-ը։ Դա թույլ է տալու կարճ ժամանակում ավելացնել մի տարում, ավելի կոնկրետ ասեմ, մի տարում ավելացնել պաշտպանության ծախսերը $1 միլիարդ։ Իսկ դա հնարավորություն է տալու 1 տարում հասնել Ադրբեջանի հետ լիարժեք զսպման իրավիճակի, այսինքն մենք կարողանալու ենք, ես չեմ ասում, որ մենք հզորանանք այնքան, որ կարողանանք ռազմական առումով Ադրբեջանից ավելի ուժեղ լինել կամ Թուրքիայից։ Մենք ասում ենք, որ մենք պետք է ստեղծենք այնպիսի անվտանգային համակարգ, հավելյալ բյուջեով, այդ $1 միլիարդով, որի կեսը ուղիղ մենք ուղարկելու ենք ներքին արդյունաբերական համալիրի զարգացմանը, եւ ստեղծելու ենք այնպիսի իրավիճակ, որ Ադրբեջանը, այսպես ասած, այն
միջոցները, որը պետք է Ադրբեջանին Հայաստանի դեմ ագրեսիա իրականացնելու համար շատ ավելի ծանր նստեն իր վրա, քան այն հնարավոր օգուտը, որը նա կունենա Հայաստանի դեմ ագրեսիայի պարագայում։ Պարոն Պարոնյան, հասկացա, բալանսի մոտ դինելու մասին եք խոսում, բայց տեսեք, իշխանությունն ասում է, մենք նույն ռազմաարդյունաբերության հետ կապված եք խոսում, ասում են առաջին անգամ է, որ Հայաստանը զենք է արտահանում այլ երկրներ։ Մենք ունենք սահմանում կառուցված ամրոցներ։ Էլ սրանից ավել ինչ եք ուզում անել։ Խոսենք նրանից, որում եթե չեմ սխալվում, դրա մասին խոսում էր այդ Վահագն Ալեքսանյան կոչված անձնավորությունը, ես նրան իր խոսալն եմ լսել։ Հիմա բարձ հարց է առաջանում, խնդրեմ, ինչ եք արտահանել օտար երկրներ, ինչ զինատեսակներ եք դուք Հայաստանում արտադրում, որ երկիր եք արտահանել եւ ինչ զինատեսակներ եք արտահանել, այսինքն այդպես ասելով մենք արտահանել ենք զինատեսակներ արտերկիր, դա գիտեք ոնց, դա ընդամենը ոչ այնքան խելացի մարդկանց համար բութ քարոզչություն է, էլի։ Կոնկրետ եկեք խոսանք, ինչ եք արտահանել, ինչ եք արտադրում, որտեղ եք արտադրում, որտեղ եք պետական գաղտնիք չի, եթե դրանք բացեն։ Չէ, պետական գաղտնիք չի, որովհետև օրինակ նույն Հնդկաստանը, օրինակ բերեմ, էլի, նույն Հնդկաստանը այո զինատեսակներ արտահանում է, նույն Ֆրանսիան զինատեսակներ արտահանում է, նույն Ռուսաստանը զինատեսակներ արտահանում է, Ամերիկայի Միացյալ Նահանգները զինատեսակներ արտահանում են, այսինքն այն բոլոր երկրները, որոնք որ ունեն ներքին ռազմաարդյունաբերական համալիր, արտադրում են զինատեսակներ, նրանք դա արտահանում են եւ դա չեմ ասում կոնկրետ զինատեսակներ, ինչ եք, բայց ասեք, ընդհանուր առմամբ ինչ զինատեսակ եք արտադրում, արկ եք արտադրում, տանկ եք արտադրում, զենք եք արտադրում, ավտոմատ եք արտադրում, դա հրթիռ եք արտադրում։ Կոնկրետ ասեք ինչ եք, դες որ գիտեք ոնց է նմանվում է, գիտեք ինչի, Վահագն Ալեքսանյանը կարող է կամ իշխող ուժը կարող է մի օր էլ նստեն ասեն, գիտեք ոնց ատոմային զենք ենք սարքել, արտահանել ենք Իրան, օրինակ։ Այսինքն խոսալով որոնին, գիտեք, դες մի հատ լավ արտահայտություն կա էլի մի քիչ բան, որ ասում են, գյուղից մարդ չկա, ով ինչ ուզում խոսում է։ Հիմա առանց կոնկրետ հայտարարությունների, առանց կոնկրետ փաստերի դրել ասում է, դե զենք ենք արտադրել, արտահանել ենք։ Դա ընդհանրապես սուտ խոսակցություններ է, հետարտական մանիպուլյացիան է, հերթական fake խոսակցություններն է ԿՊ-ի, որի վրա ոչ պետքա խորանալ, ոչ պետքա զարմանալ, ոչ է պետքա այսպես ասած բանի տեղ դնել այս մարդկանց ասածը, որովհետև նրանց բոլոր այս հայտարարությունները ընդհանրապես ուղղված են մի բանի համար։ Նրանք ուզում են մոբիլիզացնել իրենց էլեկտորատին եւ վերընտրվել նորից բնալ իշխանության, լուծել իրենց էգզիստենցիալ խնդիրը։ Այսինքն կարծում եք դա նախընտրական այս շրջանում հնարք էր պարզապես։ Ամեն ինչն է Փաշինյանի պարագայում եւ քաղաքացիական պայմանագրի պարագայում ամեն ինչն է հնարք, ամեն ինչն է սուտ եւ ամեն ինչն է կեղծիք։ Հիմա նա կեղծում է սովորական օրերին, կեղծում է տոնորերին, կեղծում է սքո օրերին, կեղծում է նաեւ նախընտրական փուլում, հենց որ Նիկոլի դեպքում Նիկոլի Բերյանը ճիշտ խոսք չկա, ուր մնաց հիմա նախընտրական փուլում։ Իսկ ամրոցների կառուցման հետ կապված։ Գիտեք ոնց դա այն գործն է, որը պետքա նա ցանկացած իշխանություն, բայց եթե օրինակ ենք բերում սրանց վրա, դա այն գործն է, որոնք սրանք պետք է անեն 2018 թվականին։ Այսինքն գիտեք ոնց քանդել Հայաստանի Հանրապետության անվտանգային համակարգը, Հայաստանի գլխին բերել պատերազմ, կոտրել Հայաստանի զինված ուժերի ողնաշարը, $2 միլիարդ զենք թողել Ադրբեջանին, հայաթափել Արցախը, հանձնել Տավուշի ամրացված շրջանները, հիմա 2-3 հատ բունկեր կառուցել, էժան բլոգերներին ուղարկել այդ բունկերներ, կհիշեք այդ անձնավորությունները, այդ էժան բլոգերներին ուղարկել այդ բունկերներ ու PR-վել նախընտրական փուլում, դա գիտեք ոնց դա իշխանությունների նորմալ իշխանություններին հարիր գործելա ոչ չի, եթե նրանք կառուցում են այդ ամրացված շրջանները, նրանք դա պետք անեն, նորից եմ ասում, 2018 թվականին, ոչ թե հիմա նախընտրական փուլում 1-2 հատ այսպես ասած մոդուլային բունկեր են կառուցել ու սկսել են PR-վել, որ տեսեք գործ ենք անում։ Ոչ, գործ չեք անում, գործ եք անում, Սև լճում նստած ադրբեջանցիներին հանեք Հայաստանի Հանրապետության օկուպացված սուվերեն տարածքից։ Իդեպ միասնության թևերը որոշ ժամանակ առաջ հրապարակեց տեղեկություն, որ ադրբեջանական դիրքեր են առաջ եկել։ Ես վերջը չհասկացա, ով ում համոզեց, Պաշտպանության նախարարությունը համոզեց ձեզ իր փաստարկներով, դուք հասկացրեցիք նրանց, որ նրանք սխալվում են։ Նախ շատ շնորհակալություն այդ հարցի համար, սա եւս մեկ ապացույց, որ խաղաղություն գոյություն չունի։ Այսինքն, այս մարդիկ խոսում են, գոռում են խաղաղությունից, բայց փաստացի 2025 թվականին
տեղի է ունեցել առաջ խաղացում դիրքային Ադրբեջանի կողմից, Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքներ են օկուպացվել, իսկ ինչ վերաբերվում է մեր բացահայտմանը, գիտեք ոնց դա ոչ թե համոզելու խնդիր էր, այլ դա փաստ էր, որովհետև ունեինք մենք եւ արմանիական լուսանկարները, եւ կոորդինատները, եւ տեղանքից լուսանկարներ, եւ ընդ որում հիշացնեմ, երբ որ մենք հայտարարությունը տարածեցինք, Պաշտպանության նախարարությունը փորձեց հերքել, ինչ որ քարտեզ հրապարակեցին 1975 թվականին, եթե չեմ սխալվում, ասացին դե նայեք սահմանը սենց է անցնում, մենք ընդհանրապես շատ հեշտ մի համակարգչի միջոցով նրանց այդ կեղծիքը, այսպես ասած, հոդը ցնդեցրեցինք, ինչ արեցինք, իրանց հրապարակած քարտեզը ու մեր ստացած տվյալները արբանյակից համադրեցինք իրար եւ դուրս եկավ, որ նույնիսկ այդ քարտեզով, որով որ Պաշտպանության նախարարությունը հրապարակել է, նույնիսկ այդ քարտեզով են խապում։ Դրա մասին ընդ որում բազմիցս խոսացել ենք, նույնիսկ դիմում ենք հանձնել կառավարություն, ընդ որում պատասխան չեղավ, դե ինչ պատասխան, չեն ասելու, դες բան եղել է։ Իսկ ինչ վերաբերում է Պաշտպանության նախարարության դիրքորոշմանը, Պաշտպանության նախարարությունը Նիկոլ Փաշինյանի օրոք դադարել է լինել Հայաստանի անվտանգությունը պաշտպանող կառույց, ցավոք սրտի, եւ ցավոք սրտի մեր արժանապատիվ զինվորականների համար, ովքեր մինչ այս այնտեղ աշխատում են, այլ վերածվել է քաղաքական գործիքի, որի հիմնական նպատակը PR ապահովելն է իշխող ուժի համար։ Հենց որ համոզել չհամոզելու խնդիր չկա, մենք մեր փաստերը ներկայացրեցինք, մեր հասարակությունը այդ փաստերը տեսավ, դրանք անհերքելի էին, դրանք երկաթյա փաստեր էին եւ այդ ճղճիմ հերքման փորձերը ստեյության մնացին օդի մեջ, այսինքն տեսեք, ասում եք Պաշտպանության նախարարությունը դարձել է PR անող Նիկոլ Փաշինյանի համար, իրենք 28-ին զորահանդես են անում եւ այդ զորահանդեսին խոստանում են ցույց տալ լրիվ նոր զինատեսակներ, որը իրենց իշխանության ժամանակ է Հայաստանը ունեցել։ Բա դրանց առաջ էլ խոսում են 80-ականների զենքերի մասին։ Տեսեք, ինչքան լավ բան են ստեղծել, մեր բանակը զինել են ամբողջությամբ։ Նախ 80-ականների զենքերի մասին կհիշեք այդ խոսակցությունները, որ Նիկոլ Փաշինյանը ոչ թե 80-ականներ, այլ 70-ականների զենքեր էր առել, մետաղյա ջարդոներ առել։ Դա մեկ, ինչ վերաբերում է 80-ականների զենքին։ Եվ երկրորդը Նիկոլ Փաշինյանը զորահանդես անելուց առաջ ասում եմ, թող բացատրի ինչպես ստացվեց, որ 2 միլիարդ դոլարի սպառազինություն, ընդ որում դա ես չեմ ասում, դա անդիմությունը չի ասում, դա ասում է այն մարդը, ով որ այդ տեխնիկան ու զենքը ում մոտ որ մնացել է որպես ավար, Իլհամ Ալիևը 2 միլիարդի տեխնիկա Նիկոլ Փաշինյանը թող բացատրի ինչի թողեց թշնամուն։ Դա մեկ, եւ երկրորդն էլ այդ բանի հետ կապված, զորահանդեսի հետ կապված, դե գիտեք ոնց նախ ինչ տեխնիկա պետքա ցուցադրի, թող ցուցադրի կտեսնենք, դա մեկ, որովհետեւ մենք հիշում ենք շատ հայտարարություններ էր պարբերաբար Պաշտպանության նախարարություն տարածում, որ տեխնիկա է գալի, զենք է գալի Ֆրանսիայից, Հնդկաստանից, Եվրոպայի մնացած երկրներից, ոնց որ թե ոչ իման չեկավ, այսինքն այս ընթացքում մենք ինչ-որ բան չենք հիշում։ Կհիշեք միջև պատերազմը, այդ բանը կորցանիչները որ արել էին, առավոտից իրիկում PR-ում էին։ Հիմա հայտարարեցին, որ գալիս է, 4 տարի է գլուխ են հարթուկում, որ զենք է գալի։ Հիմա թող զորահանդեսը անեն, տեսնենք ինչ զենքեր է, իսկ ինչ վերաբերվում է բուն զորահանդեսի քաղաքական կողմին, ես ոչ թե ենթադրում եմ, այլ կարելի է ասել կասկած անգամ չունեմ, որ զորահանդեսը Նիկոլ Փաշինյանը անում է Ալիևի թույլտվությամբ, այսինքն նա պետք է ինչ-որ մի բան մատուցի հասարակությանը, որ կարողանա վերընտրվելու հույս ունենա, զորահանդես պետք է անի, զորահանդեսը նա չի կարող անի առանց Ալիևի թողտվության, բնականաբար այդ նույն գերիների պատմությունը, որ մի 2 հոգի գերիների բաց թողեց Ալիևը, ու հետո շատ տարօրինակ կերպով պարզվեց, որ այդ գերիները օրինակ Ալեն Սիմոնյանի տեն մոլի երկրպագուներն էին, այս վերջերս նկար հրապարակվեց կամ սկսեցին խառնվել քաղաքական հարցերին ու կոչ անել մեր ժողովրդին ում ընտրեն կամ չընտրեն։ Սա նույն օպերայի, այսպես ասած, տարբեր գործողություններն են, էլի։ Ունի Ալիևը իր տեխնացուն, այդ տեխնացուն Նիկոլ Փաշինյանն է։ Ուզում եք ասեք, օգնում է ընտրվի Նիկոլ Փաշինյանը։ Դա ես չեմ ուզում ասեմ, դա ասում է Իլհամ Ալիևը, դա ասում է Հական Ֆիդանը, Թուրքիայի արտգործնախարարը, դա ասում է Հեքմեթ Հաջիևը, եւ դա ասում է Մուրադովը Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր, որում հարցազրույց էր տալի, ասում են, այո, պարզ է, որ մենք աջակցում ենք Նիկոլ Փաշինյանին, Ալիևը բազմիցս ասել է, որ այն քաղաքական գիծը, որը տանում է Նիկոլ Փաշինյանը, ձեռնտու է Ադրբեջանին,
Եվ բնականաբար այս ասենց ասեմ, էլի, մի քիչ ավելի գեղարվեստորեն ասեմ, այնպիսի տպավորությունն է, որ Նիկոլ Փաշինյանի նախընտրական շտաբի պետը Իլհամ Ալիևն է, էլի, այսինքն գերի բացք թողի, թույլ կտա, որ զորահանդես անի, նույնիսկ կարող է խաղաղության մասին էս Ալիևը կանգնի ասի, կամ ես չեմ բացառում, որ քանի մոտիկանում ենք ընտրություններին, Ալիևը կարող է հայտարարություն անի, որ եթե Հայաստանում իշխանության կան ռևանշիստական ուժեր, ինքը իր բերանով պատերազմով սպառնա, նայեք Նիկոլը պատերազմով սպառնում է, մի հատ էլ Ալիևը պատերազմով սպառնա, որ ավելի սինխրոն լինի իրանց դուետը։ Նենց որ այդ զորահանդեսը ինչա ընդամենը PR է, Նիկոլ Փաշինյանը շատ շուտվանից է անդորում Հայաստանի զինված ուժերը օգտագործում որպես PR գործիք, հիշեք նորից եմ ասում, այդ օդանավերի, որ վերջում պարզվեց սամոլյոտները առել էին, բայց ռակետները չէին առել, ինչ որ ասեց առել ենք, չենք առել, տենց է չհասկացանք, բայց մարտագաղթիկները չէին առել ու ըստ էության չաշխատեցին, էլի պատերազմի ժամանակ այդ հիմա էտա թող անի զորահանդես, ովքեր որ պետքա կուլ տան Նիկոլի այս էժանագին PR-ը կուլ կտան, ովքեր որ գիտեն ով է Նիկոլ Փաշինյանը, ովքեր որ հասկանում են, որ Նիկոլի հետևում կանգնած է Ադրբեջանը, բնականաբար կուլ չեն տա, ամենայն հարգանքով մեր զինված ուժերի հանդեպ, բայց սա այն դեպքը չի, երբ մենք պետք է համընդհանուր տենց ուրախանանք եւ հպարտանանք զորահանդեսով։ Քանի որ խոսեցինք մեր տարածքում գտնվող ադրբեջանցիների մասին, Ջերմուկում, Վարդենիսում, բոլոր ինչքան տարածքներում ունենք, այո, օկուպացված տարածքներում Ադրբեջանի կողմից։ Հետարքե դուք ունեք ծրագիր կամ նախաձեռնություն, ինչպես եք տեսնում ադրբեջանցիների մեր տարածքից հանելու գործողությունը։ Այսինքն դա ինչ քայլերի հաջորդականություն պետք է լինի։ Իշխանությունն ասում է դա սահմանազատման տեղի կունենա։ Ձեր տարբերակը որ։ Գիտեք, իշխանությունների այդ խոսակցությունները սահմանազատման մասին արդեն քանի տարի գնում են եւ ըստ էության մի բան հիշեցնեմ ընդամենը այն կոնտեքստում, որ պաշտպանության նախարարության եւ մեր փաստերի, այսպես ասած, համադրման, էլի, կհիշեք, երբ մենք այդ հրապարակեցինք, որ ադրբեջանցիները առաջ են եկել, այս պաշտպանության նախարարությունը կանգնեց ասեց, դե GPS-ով է գծած եւ GPS-ը կարող է տատանում, տա շեղում, տա եւ այլն։ Հիմա ուզում եմ հիշեցնեմ մեր սիրելի հերոստա դիտողներին, մեր հայրենակիցներին, որ ընդամենը մի քանի տարի առաջ նույն GPS-ով Նիկոլ Փաշինյանը սահման էր գծում ու Կիրանցում եւ Շուռնուխում բռնեց մարդկանց տունը կոպիտ ասած մեջտեղից կիսեց GPS-ով եւ ասաց սենց է անցնում սահմանը GPS-ով ըստ GPS-ի սահմանը սենց է մարդկանց տունը մեջտեղից կիսեց հիմա տարիներ անցել ասում է դե GPS-ը կոնկրետ գործիք չի որ կարողանանք սահման գծենք էլի Գնեք իդեպ հենց հիմա է սահմանազատման ուղեցույց ընդունվում որովհետեւ հանդիպում է տեղ ունեցել եւ նոր պետք է ընդունվի բայց մենք արդեն դելիմիտացիա արել ենք այսինքն գիտեք ոնց ինչ է կատարվում Նիկոլ Փաշինյանը սահմանագծում է Ադրբեջանի հետ համաձայնացված հետո տեսնում է որ հասարակության կողմից այսպես ասած արդեն Պարզանա ինչ անում, որ տարածքները հանձնում, փոխում է իր խոսույթը, ասում է դե նորից դրել ենք սահմանագծման հանձնաժողով ենք ստեղծում։ Այսինքն այս խառը շարժումները Նիկոլ Փաշինյանի ընդամենը մի նպատակ ունի՝ մոլորեցնել ժողովրդին, որպեսզի մարդիկ չհասկանան ինչ է կատարվում։ Մի օր մի բան է ասում, հետո մի բան է ասում, բայց ընթացքում տեղի ունենում Հայաստանից իջում կտոր Հայաստանի տարածքները տալիս է Ադրբեջան։ Հիմա ինչ վերաբերվում է մեր ծրագրերին, ասեմ սենց, ուրեմն այս պահի դրությամբ մեր տեսանկյունից ամենակարևոր խնդիրը դա Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքներից ադրբեջանական ուժերի դուրս բերումն է։ Հիմա քան խոսանք մի քիչ ավելի լայն կոնտեքստում, գոյություն ունի TRIP նախագիծ, գիտեք։ TRIP նախագիծը Հայաստանի Հանրապետությանը ձեռնտու է 3 կարևոր հանգամանքների պատճառով եւ ամենաառաջին հանգամանքը դա Հայաստանի օկուպացված տարածքների ազատումն է, այսինքն եթե մենք մտնում ենք TRIP պրոյեկտի տակ, կարևորագույն նախապայման Հայաստանի Հանրապետության համար պետք է լինի TRIP-ի սկսելուց առաջ, այսինքն միջ դա ենթակառուցվածքները կկառուցվեն, կբացվի եւ այլն, Հայաստանի տարածքի դեօկուպացիա։ Հիմա եթե այդ դեօկուպացիան տեղի չի ունենում, ապա
շահավետությունը թրիփի Հայաստանի համար նվազում է, որովհետև ինչ է ստացվում։ Նրանք մնան մեր սուվերեն տարածքում, իսկ մենք ընդհանրապես նրանց ճանապարհ տանք, դա այդպես չի աշխատում, էլի, այսինքն դա տարբերակներից մեկն է։ Երկրորդը դա միջազգային ատյաններում դիվանագիտական գործիքակազմի կիրառումն է, որպեսզի նրանք ազդեն Ադրբեջանի վրա եւ Ադրբեջանը դուրս գա մեր օկուպացված տարածքներից, եւ երրորդը դա համապարփակ խաղաղության գալն է, այսինքն համապարփակ խաղաղություն ասել ինչ նկատի ունեմ, որ Հայաստանը եւ Ադրբեջանը միմյանց վերաբերվող բոլոր խնդիրները միանգամից փաթեթային լուծում են, ինչ անկլավների հետ կապված խնդիրներ կան, օկուպացված տարածքների հետ խնդիրներ կան, միանգամից լուծվում է, միանգամից սահմանը գծվում է, խաղաղության պայմանագիրը ստորագրվում է եւ գալիս ենք համակեցության։ Հիմա դրանցից որն է ռեալ, այս պահի դրությամբ, էլի, սենց ասեմ, քանի դեռ Հայաստանի իշխանությունները մարդիկ են, ովքեր չեն սպասարկում Հայաստանի Հանրապետության շահը, բնականաբար ոչ մեկ ռեալ չի։ Քանի դեռ Նիկոլ Փաշինյանն է իշխանության, ոչ մի դեօկուպացիայի հարց չի լինելու։ Հիմա մեր առաջնահերթ խնդիրն է, եթե մենք ուզում ենք Սև լճից, Ղափանից, Ջերմուկից, Տավուշի մարզից, Սյունիքի մարզից ադրբեջանցիներին դուրս հանել, մեր առաջին խնդիրն է իշխանազրկել այն մարդկանց, ում պատճառով ադրբեջանցիները նստած են այդ տարածքներում։ Առաջին քայլը, եթե մենք խոսում ենք քայլ առ քայլ, այսպես ասած դեօկուպացիայի մասին, ինչպես դեօկուպացնենք մեր տարածքները, առաջին քայլը զրկել իշխանությունից այն մարդկանց, ում պատճառով ադրբեջանցիները նստել են այդ բարձունքներում եւ ում պատճառով ադրբեջանցիները միջև հիմա այնտեղ նստած են, որովհետեւ կհիշեք, երբ Սև լիճ մտան, այդ գլխավոր շտաբի պետը, ինչ ասեց, դե կշրջափակենք ուտելիք չենք տանի։ Ջերմուկ։ Հա, ջերմուկում, հա, կներեք, ջերմուկում կշրջափակենք ուտելիք չենք Սոված տանի, կմնան, կգնան։ Հիմա քանի 4 տարիա սոված են, էլի մնացել փաստորեն ադրբեջանցի զինվորները 4 տարի հաշ չեն ուտում, չգիտեմ։ Հետո ամրացնում են այդ իրենց հատվածը։ Սովածել մի հատ ամրացնում են ու առաջ են գալի։ Հիմա դրա մասին է, էլի խոսքը, այսինքն քանի դեռ Հայաստանի իշխանությունները այնպիսի մարդիկ են, ովքեր չեն առաջնորդվում Հայաստանի շահով, հիմա նույն Նիկոլի բառերը էլի կրկնեմ, որ ասեց այդ սարերում 11 ամիս ձմեռ է, էլի ձյունա հոգրիվ չեն կանելու։ Այսինքն յուրաքանչյուր իրեն հարգող ազգ, յուրաքանչյուր արժանապատիվ պետություն, յուրաքանչյուր արժանապատիվ ժողովուրդ ամեն թիզ հողի համար արուն է թափում եւ կյանք է տալի իր հայրենիքի։ Նիկոլ Փաշինյանը նենց է զիջում Հայաստանի Հանրապետության տարածքները, ոնց որ չգիտեմ, էլի խորոված է ուտում, էլի Նիկոլ Փաշինյանի համար Հայաստանի տարածք տալն ու մի կտոր խորոված ուտելը նույն դժվարության խնդիր է, էլի։ Նենց որ հարցը դա է, առաջինը պետք է մաքրել իշխանությունից այն մարդկանց, ովքեր մեղավոր են այս վիճակի համար, Հետո մնացածը։ եւ հետո մնացածը քայլ առ քայլ, դա կլինի թրիփը, շատ լավ, կլինի առանձի բանակցություններ Ադրբեջանի հետ, շատ լավ, կլինի տարածաշրջանային ինչ-որ ֆորմատներ, շատ լավ, կլինի Եվրոպայի ներգրավմամբ, էլի։ Այսինքն պետքա կատարվի աշխատանք հետևողականներ, ոչ թե Հայաստանը միշտ լինի, այսպես ասած, զիջողի դերում, որ Ալիևը ինչ ասի, միանգամից Նիկոլը անի, այլ մենք պետք է նախաձեռնող քաղաքականություն վարենք, կարողանանք մեր միջազգային գործընկերների հետ նստել նորմալ բովանդակային խոսալ, ներկայանալ որպես արժանապատիվ ազգ եւ ժողովուրդ, որը համ սեփական այսպես ասած ցախողված իշխանություններին է պատժում, համ պատրաստ է սեփական հայրենիքը պաշտպանել եւ այդ դեպքում հնարավոր է հաջողություն։ Իսկ սենց բացառված է։ Հիմա հանդիպում եք քաղաքացիների հետ, Քարոզ Արշավենթանում, ձեր տպավորությամբ այդ ձեր ասած այդ խնդիրները հանրությունը տեսնում է, գիտակցում է լիովին վտանգները եւ արդյոք իշխանության հանդեպ տրամադրությունները կտրուկ անկում են ապրել։ Գիտեք, շատ բարդ հարց եք տալի, հիմա ես չեմ ուզում այսպես ասած էլի մի քիչ ոչ թե խափեմ, այլ ավելի գույները թեժացնեմ, էլի, եթե ճիշտ է ասենք, հասարակության զգալի շերտ կա, որի համար բնականաբար շատ ավելի կարևոր են կենցաղային հարցերը, որովհետև վերջը մարդիկ առավոտը զարթնում են, գնում են աշխատանքի, երեխաներին տանում են դպրոց, մանկապարտեզ, աշխատում են, երեկոյան հոգնած գալիս են տուն եւ նրանց համար դժվար է էլի այսպես ասած հետաքրքրվել տենց ընդհանուր անվտանգային քաղաքական հարցերով, էլի կենցաղով ապրող մարդիկ են եւ դա շատ նորմալ է, այսինքն գիտեք ոնց սովորական քաղաքացին հենց դա էլ պետք է անի, պետք է բարիք ստեղծի, պետք է երեխաներ ունենա, երեխաներ դաստիարակի, դա է մարդու, սովորական մարդու, այսպես ասած պարտականությունը իր պետության հանդեպ, այսինքն աշխատել մուծել հարկեր, ունենալ սերունդ, կրթել սերունդ, լինել բարոյական, նորմալ, օրինապակ քաղաքացի։
Դա սովորական ժամանակ այդպես է եւ այդպես էլ պետք է լիներ։ Բայց հիմա այս իրավիճակում, երբ Հայաստանը իրոք կանգնած է լինելու, չլինելու երկընտրանքի առաջ, իրոք կանգնած է խնդիր մեր ժողովրդի առաջ, էլի, գնալ հունիսի 7-ին քվեարկել Հայաստանի օգտին կամ քվեարկել հակահայաստանի օգտին, որովհետև Փաշինյանի եւ ՔՊ-ի օգտին քվեարկել է եւ նրա սատելիտների, դա քվեարկել է հակահայաստանի օգտին, բայց ցավոք սրտի կա մեծ շերտ, որը այդքան էլ ոչ թե չի հասկանում, այլ չեն ուզում հասկանալ։ Մարդիկ իրենց դիստանցավորել են այդ խնդիրներից, որովհետև պատերազմից հետո այդ կորուստները, այդ շոկային վիճակը այնքան շատ էր մեր հասարակության համար եւ եթե համեմատության մեջ ենք դնում 2018 թվականին մեր ժողովուրդը շատ մեծ էյֆորիա ունեցավ, շատ մեծ, այսինքն մենք մտածում ենք, մեր ժողովուրդը մտածում են, որ ինչ-որ մեծ ձեռքբերման է հասել եւ կյանքը 170 աշնանով փոխվելու է։ Հետո կարճ ժամանակ հետո տեղ ունեցավ Արցախյան պատերազմ ու շատ մեծ հարված ստացավ եւ բնական է որ մեր ժողովուրդը ինչ որ առումով դիստանցավորվեց եւ այսպես ասած պարփակվեց ինքը իր մեջ եւ չի ուզում առերեսվի այդ խնդիրների հետ։ Հիմա մենք քարոզարշավի ժամանակ իհարկե շատ մեծ ուշադրություն ենք դարձնում նաեւ սոցիալական հարցերին, կեցաղային խնդիրներին, կլինի դա առողջապահությունից միջև օրինակ գյուղատնտեսական խնդիրներ էլի, որոնք շատ մեծ են, բայց փորձում ենք անընդհատ մարդկանց տարբեր ձևերով մաչելի եղանակով բացատրել, որ գիտեք ոնց իհարկե շատ կարևոր է համ ասֆալտը, համ դպրոցը, համ առողջապահությունը, համ կրթությունը, համ մշակույթը, համ ամեն ինչ, այսինքն այն կենցաղային ամեն ինչը շատ կարևոր է, բայց եթե չլինի անվտանգություն, ոչինչ չի լինի, որովհետև դու ինչքան ուզում ես կառուցի նոր դպրոցներ, ինչքան ուզում ես ասֆալտապատի Հայաստանի Հանրապետության տարածքները, եթե չկա անվտանգություն, դա քեզ պետք չի գալու, որովհետև եկեք հիշենք, էլի, Ստեփանակերտում կային շատ լավ կառուցված գեղեցիկ դպրոցներ, կային շատ լավ նորագույն տեխնոլոգիաներով զինված հիվանդանոցներ, կար շատ լավ ասֆալտ, բայց ինչ եղավ, չկար անվտանգություն, իսկ հիմա Ստեփանակերտում հայ չի մնացել, անցել է ադրբեջանցիներին, նենց որ շեշտը դնել մենակ կենցաղայինի վրա, ասֆալտը փոխարինել անվտանգության հետ, դա սխալ է, որը դա գիտեք ոնց դա հին համեմատություն կա, էլի, ասում են, որն է ավելի կարևոր, էլի, բանակը, թե ասֆալտապատ ճանապարհը, օրինակ Երևանից Գյումրի, օրինակ, էլի, հիմա մենք մեր քաղաքական ուժը ասում է, որ չի կարելի այդ երկու հարցը դնել համեմատության մեջ, որովհետև պետք է եւ բանակ, եւ ճանապարհ, բայց կա միած շատ պարզ ճշմարտություն, որ աշխարհի գոյության ընթացքում մարդկությունը հասկացել է, որ բնականաբար ավելի կարևորը բանակն է, որովհետև եթե դու չունենաս բանակ, այդ ճանապարհը քեզ պետք չի գա, որովհետև այդ քաղաքներն չեն դրնի, թշնամին գա գրավի։ Դա դեռևս Քրիստոսից առաջ 400 տարի առաջվանից մինչև հիմա դրա մասին խոսվում է, այսինքն դեռևս Պլատոնն է խոսացել դրա մասին, որ եթե դու չես կարողանում քեզ պաշտպանես, անիմաստ է քո բարեկեցությունը սոցիալական, բայց մենք կոնկրետ մեր ծրագրով ասում ենք, որ այդ կամը, որը որ հանգեցրեց Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուն, որովհետև ինչ էր կատարում, կամ ասում էին, դե կամ ժողովրդավարությունն է, կամ անվտանգությունն է, կամ ունակ մարդիկ են, որոնք որ կոռուպցիոներ են ու կարող են երկիր պահեն, կամ ոչ մի բան չկարողացող ինչ որ այսպես ասած կլյաուզնիկներ են, կամ փողոցից եկած ես իմ ովքեր են, կամ պատերազմ անցած, բայց հետո հղբացած ինչ որ գեներալներ, այսինքն այդ եւ կամի հակադրությունը լավ բանի չբերեց, բերեց նրան, որ Նիկոլ Փաշինյանը եկավ ու քանդեց Հայաստանը։ Հիմա մենք ասում ենք պետք է ունենալ եւ պետք է ունենալ լավ բանակ, եւ պետք է ունենալ լավ ճանապարհներ, եւ պետք է ունենալ ժողովրդավարական կառավարման համակարգ, եւ պետք է չլինի կոռուպցիա, այսինքն հայ ժողովուրդը կարող է ունակ է ստեղծել այնպիսի պետություն, որտեղ հարմար լինի ապրել, որտեղ անվտանգ լինի ապրել եւ որը կարող է արժանապատի եւ արդար առումով սպասարկել իր քաղաքացիների խնդիրները։ Հիմա դրա համար մեզ պետք է ընդհանրապես մի բան, մենք պետք է բոլորս միասին պատասխանատվությունը ստանձնենք ամեն մեկս մեր չափով, քաղաքական գործիչները իրենց չափով, քաղաքացիները իրենց չափով, քաղաքական գործիչների պատասխանատվությունը նրանք պետք է անցնեն այդ ճանապարհը ինչ որ առումով նաև գնան անձնազոհության, որովհետև երկիր կորցնելու խնդիր ունենք։ Իսկ քաղաքացիներն պետք է իրենց մասով պատասխանատվությունը ստանձնեն գնան ընտրության։ Դա է բաղադրատոմսը, այս պահին այս վիճակից դուրս գալու։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։